Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքի եթերում հերթական հարցազրույցն է, մեր այսօրվա հյուրն է անվտանգության եւ ժողովրդավարության հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը, ողջույն պարոն Բլեյան, շնորհակալ եմ ձեր այս դեբյուտային հարցազրույցին հրավերին արձագանքելու համար, որ ժամանակ գտաք կիրակի օրով մեր եթերին մասնակցելու համար։ Սիրով։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, սկսենք այն հարցերից, որոնք նաև այո մեր հետևորդներին են հետաքրքրում։ Ի վերջո ԵԱՏՄ-ի հետ կապված հարցեր են առաջանում։ Բոլոր այն իմաստները կամ նույնիսկ պսևդո իմաստները, որոնք մեզ պահում էին ԵԱՏՄ-ում, հա, ու հիմնավորում էին որպես այդպիսին հանդիսանում կամ ներկայացվում, մենք տեսնում ենք հերթով այսպես իջիկ են դառնում։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը բեռնարկելք է հայտարարել Հայաստանի արտահանմանը, դա էլ անբավարար համարելով հունիսի 12-ին արգելք մտցրեց նաև տարանցման վրա եւ ահա նոր ապրանքային խմբեր է ներառում հիմա էլ հայկական կաթնամթերք եւ մասնավորապես տանվերի վրա։ Հիմա այս ամենն էլ էպիկական այսպես պայթյունների ֆոնին Wildberries-ի հարց է առաջանում, մենք ընդհանրապես ինչով ենք զբաղված։ Ինչ եք տեսնում այս ամենում, համեցեք պարոն Բլեյան։ Մի պահ պատկերացնենք, որ ԵԱՏՄ-ն կամ այն ժամանակ Մաքսային միությունը այն բաղձալի տնտեսական միությունն էր, որին մենք ուզում էինք միանալ եւ ի շնորհիվ Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության Ղազախստան, Ռուսաստանը եւ Բելարուսը համաձայնեցին, որպեսզի մենք միանանք այդ Մաքսային միությանը։ Եվ ինչպես այն ժամանակ են ասում, մենք միանում ենք այդ 180 միլիոնանոց շուկային, անմաքս, ծառայությունների եւ ապրանքների ազատ տեղաշարժ, աշխատուժի ազատ տեղաշարժ։ Լավ, ինչ ունենք մենք այսօր։ Նախ վերհիշենք, որ դեռ այն տարիներին մենք ունենք վարորդական իրավունքների կիրառման եւ իրենց ճանաչելիության հարց, որը նույնպես անընդունելի է, եթե մենք խոսում ենք ընդհանուր Մաքսային միության մասին եւ տնտեսական Մաքսային միության մասին։ Այս պահին մենք փաստորեն մասնակիորեն մեր անդամակցությունը սառեցված է Ռուսաստանի կողմից, որովհետեւ չի գործում ազատ ապրանքների ազատ արտահանումը դեպի Ռուսաստան։ Մենք տեսնում ենք, որ ինչպես դուք նշեցիք, հերթով ուրեմն այդ ապրանքները արգելվում են, այդ ապրանքների մուտքն արգելվում է։ Մյուս կողմից մենք նաև հիշում ենք, թե մենք ինչ ենք պահանջում, նույնիսկ Սերժ Սարգսյանի տարիներից, հետո նաև Նիկոլ Փաշինյանը, քանիցս ԵԱՏՄ այդ նիստերին խոսում էր ընդհանուր նավթային, գազային շուկայի մասին, որպեսզի ավելի լավ գնով մենք ստանանք նավթամթերք, այդ թվում գազը նաև, դա այդպես էլ տեղի չունեցավ։ Ամեն անգամ այդ հարցը հիմնականում հայկական կողմից բարձրաձայնվում էր, բայց դա այդպես էլ տեղի չէր ունենում։ Այստեղ էլ իհարկե հերթական քարը դեպի իրենց կոչված այդ Մաքսային միությունը։ Հիմա այս պահին ինչ ունենք։ Ունենք փաստորեն Մաքսային պարտավորվածություններ, ունենք խոչընդոտ այլ պետությունների հետ երկկողմ ձևաչափով որոշելու մեր մաքսատուրքերի դրույքաչափերը, որովհետև Հայաստանն ինքնիշխան չէ այդ առումով, որովհետև Մաքսային միության անդամ է, ԵԱՏՄ անդամ է եւ երկկողմ ձևաչափով հնարավոր չէ որևէ մաքսատուրքեր քննարկել։ Օրինակ դրա փոխարեն Վրաստանը ունենալով եւ ազատ առևտրի համաձայնագիր կարողանում է օրինակ Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր քննել, կարողանում է այլ պետությունների հետ, նա եթե ուզենա կարողանա օրինակ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել ստորագրել, որը վերջերս հիշում ենք Ինդոնեզիայի հետ մենք կնքեցինք, բայց Հայաստանը որպես պետություն զրկված է այդ իրավունքից
ինչպես նաև ԵԱՏՄ մնացած անդամները, բայց ԵԱՏՄ ինքը կարող է այլ պետությունների հետ համագործակցել, բայց միևնույն ժամանակ եւ զրկված լինելով եւ չկարողանալով օգտվել ԵԱՏՄ-ից, հա, գոնե այնինչ մենք ունենք արտահանենք, այնինչ մենք մեր գործարարները, տնտեսվարողները կարողացել են այս տարիների ընթացքում, որքան էլ մենք զգուշացնում ենք, որ ԵԱՏՄ-ն դա հերթական փուչիկն է, արագացրեք, գտեք նոր շուկան, բարձրացրեք ձեր որակները, որակավորումները, ստանդարտները, այնուամենայնիվ ունենք այնինչ ունենք։ Մարդիկ մտածում են հիմնականում կարճաժամկետ ֆինանսական օգուտների մասին, հեշտ փողի մասին, գնում են այդ ուղղությամբ, բայց փաստորեն դա հիմա չի աշխատում եւ ԵԱՏՄ-ն հաստատի չի գործում, ընդ որում նա գործում է մեր դեմ։ Այնպես օրինակ ասում են հապկը չի աշխատում, բայց հապկը աշխատեց մեր դեմ։ Հիմա ԵԱՏՄ-ն չի աշխատում եւ այն աշխատում է մեր դեմ։ Ինչու մեր դեմ։ Որովհետեւ հիմա օրինակ Հայաստանն ու Վրաստանը երկկողմ ձևաչափով չեն կարողանալ լուրջ բաներ քննարկել, որովհետեւ դա ԵԱՏՄ-ի որոշելիքն է։ Կամ նույնիսկ եթե Հայաստանը մի բան որոշեց, նա պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ-ի հետ եւ ԵԱՏՄ-ն պետք է տա իրենց լեզվով ասած դաբրոն, որպեսզի այն ինչ իրենք պայմանավորվել են, մենք պայմանավորվել ենք, դա ի կատարածվի։ Հիմա հարց է առաջանում, լավ, ԵԱՏՄ-ն ում է պետք։ Այն Արմագեդոնը, որ իրենք նկարագրում են, որ ինչ տեղի կունենա, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, եթե մենք հապկից դուրս գանք, հիշում եք Լավրովի խոսույթը մեզ սպառնում էր, որ եթե մենք հապկից դուրս գանք, ապա ինչպես կարող ենք մնալ ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ-ից էլ մեզ կանեն։ Հիմա դա չկա այդ ԵԱՏՄ-ն։ Բայց եթե մենք նույնիսկ ընդհանուր այդ բյուջեից, որտեղ հավաքվում են մաքսատուրքերը, հարկերը, մենք ավելի շատ ենք մուտքագրում մոտ 300-400 միլիոն դոլար, քան ստանում։ Հիմա իմաստը ո՞րն է այդ ԵԱՏՄ-ի։ Լավ, մենք այնտեղ ենք, որպեսզի ինչ անենք, որպեսզի մենք գայթակղվենք Վալբերի զով, հա, խոսքը գնում է այն տնտեսվարողների մասին, ովքեր այնտեղ գործառույթով են զբաղված, կամ օզոնը։ Հիմա ես վստահ չեմ, որ օզոնը չի հաջորդ թիրախը, եւ ես հավանական եմ համարում, որ օզոնը նույնպես կթիրախավորվի, եւ ես դեմ չեմ, որովհետեւ ցանկացած բան, որը թույլատնում է Ռուսաստանի տնտեսությունը, հօգուտ է Հայաստանի Հանրապետության։ Դա աքսիոմա է։ Ամենայն հարգանքով բոլոր այն տնտեսվարողների, այդ թվում մեր հայրենակիցների, ովքեր տուժում են այս սանկցիաների, ինչպես Վոլոդիմիր Զելենսկին է ասում, հա, long range sanctions, երկար հեռահար սանկցիաները, հա։ Այո, հեռահար պատժամիջոցներ։ Պատժամիջոցները, այո։ Բայց այնուամենայնիվ Արմեն, տեսեք, հələ մի հատ հիշենք այդ շղթան, հա, իրադարձությունների, ես հիշում եմ, երբ սեպտեմբերի 3-ի այդ աղետը տեղի ունեցավ, հայ փորձագետներից ոմանք ասում էին, դե գիտեք ինչ, Հայաստանը ԵԱՏՄ-ի եւ չէ, ԵԱՏՄ չէր, Մաքսային միության եւ Եվրամիության միջև ընտրություն կատարեց հօգուտ անվտանգության։ Մենք հիմա տեսնում ենք Ռուսաստանի հետ անվտանգության եւ պաշտպանության շուրջ որևէ հարաբերություն չկա եւ եթե այդ համատեքստում Ռուսաստանի անունը տալիս ենք, ապա միայն որպես սպառնալիքի աղբյուր։ Համագործակցություն չկա, դա մեկ։ Երկրորդը, ապրանքների ազատ տեղաշարժի համար, դա էլ չկա։ Աշխատուժի ազատ տեղաշարժի համար, չէ, հիշում եք, մինչև 18 թվականը որոշ չինովնիկներ, են ալտերնատիվ տաղանդավոր, որպես նվաճում էին ասում, մենք եւս մի խոչընդոտ վերացրեցինք, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կոմֆորտային պայմաններում աշխատեն Ռուսաստանում, չէ՞, մենք մարդ էինք արտահանում, ոնց որ ստարկատիրական ժամանակներում։ Հիմա աշխատանք էլ չկա։ Էլ չեմ ասում, ով էլ որ աշխատանք ունի, լրիվ այսպես խտրական վերաբերմունքի է արժանանում, նենց մոտավորապես են նացիստական Գերմանիայի օրինակով, հա, հաշվի առնելով այն օտարատյացության այդ մթնոլորտը գաղճ, որը կա Ռուսաստան։ Էլ ինչ մնաց։
Իդեպ այստեղ շատ կարևոր մի նրբություն կա, որ ուզում եմ շեշտել, երբ մենք խոսում ենք անվտանգությունից եւ հիմնականում հասկանում ենք, որ այլևս Ռուսաստանը որևէ անվտանգային համակարգություն չունի, եւ երբ մենք վերհիշում ենք, թե ինչ համար մենք պես ժամանակի իշխանությունը ասում էր, որ մենք հօգուտ անվտանգության ընտրեցինք մաքսայմությունը, 2013 թվականին, երբ մենք միացինք անդամակցեցինք մաքսայմությանը, 3 տարի անց մենք ստացանք քարոզիա պատերազմ։ Այո։ Ինչ եմ ուզում նշել, դա կապ չուներ հեղափոխության հետ։ Դա 2016 թվականն էր։ Այո։ Այսինքն եթե մենք այսօր հիմա մեզ պատժվում ենք, որովհետև մենք հանդգնել ենք ինքներս որոշենք, թե ով պետք է լինի մեր իշխանությունը, կամ նույնիսկ իշխանության ընդդիմադիր հատվածը, ապա 2016 թվականին մենք ամբողջությամբ ռուսական ուզուրպացիայի տակ ներկու էինք։ Հետևաբար 2016 թվականին չկար հեղափոխություն, չկար Նիկոլ Փաշինյան, նույնիսկ 17 թվականի Ելդաշինկը դեռ չկար խորհրդարանում։ Հետևաբար 2016 թվականից գոնե առնվազն պարզ էր, որ մաքսայմությունը կապ չունի անվտանգության հետ եւ ընդհանրապես ՀԱՊԿ-ը կապ չունի անվտանգության հետ եւ հայ-ռուսական 97 թվականի համաձայնագիրը կապ չունի անվտանգության հետ։ Եվ որքան մենք իդեպ մերձանում ենք տարատեսակ ռուսական պրոյեկտների հետ կամ ընդգրկվում ենք այդ պրոյեկտներում, այդքան մենք ավելի խոցել ենք դառնում։ Այսինքն ԵԱՏՄ-ին անդամակցելով մենք ոչ թե ընտրություն կատարեցինք հօգուտ անվտանգության, այլ մենք մեզ հեռացրեցինք անվտանգությունից, որովհետև եկեք մտածենք, իսկ միգուցե եթե մենք չկատարեինք այդ ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի, այլ շարունակեինք Եվրամիության հետ մեր հարաբերությունները եւ ստորագրեինք DCFTA-ի ազատարարքի համաձայնագիրը, արդյոք տեղի կունենար 2016 թվականի քարոզիան կամ 20 թվականի 44-օրյա պատերազմը։ Ես կասկածում եմ, հնարավոր է եւ որ ոչ։ Հետևաբար, գիտեք, երբ ասում են, որ մենք ընտրություն կատարեցինք հօգուտ անվտանգությանը, ոչ։ Մենք եւս մեկ անգամ ավելի հեռու մեզ տարանք անվտանգությունից թե Լեռնային Ղարաբաղի շուրջ, թե Հայաստանի շուրջ։ Եվ հետագա տարիները միայն դա ցուցադրեցին։ Ընդ որում էլի բաներ տեղ ունեցան։ Միացյալ հոբ համակարգ, հայ-ռուսական, հետո ՀԱՊԿ ձևաչափով, միացյալ հայ-ռուսական ինչ-որ զորախումբ եւ այլն եւ այսպես շարունակ։ Բոլորը իջիկ դարձան, հոդս ցնդեցին, չկային իրենք, զանգում ես չեն պատասխանում։ Ուր էին։ Գետ մեկ օրինակ կա, որ մենք ասենք, որ 97 թվականի հայ-ռուսական պայմանագիրը գործեց, 97 թվականից ի վեր։ Կարող ենք բարձրաձայնել, որ դա լավ կլիներ, որպեսզի խորհրդարանում կատարողականը քննեին 97 թվականի այդ համաձայնագիրի հայ-ռուսականը։ Օրինակ վեր հանեին 97 թվականի կնքման ստորագրման պահից ի վեր ինչ իրադրություններ են եղել, իրադարձություններ են եղել, որոնց ժամանակ 97 թվականի համաձայնագիրը կամ կանխել է, կամ եղած արդեն շտկել հօգուտ Հայաստանի Հանրապետության ոչ թե ընդդեմ։ Թող կատարողական այն այդ ուսումնասիրեն էլի, թող խորհրդարանում քննարկեն, կամ թող ուղարկեն միջազգային փորձագետների, որպեսզի իրենք եզրակացությամբ հանդես գան։ Ինչպես օրինակ ժամանակին ես հիշում եմ, ես ասում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի 20 թվականի ներողությունը, 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթի կատարողականն է պետք ուսումնասիրել, թե որքան են մնացած կետերը իրագործվել, որ այդքան շատ մեծ տիպում են, որպեսզի նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իրենց պատկերացմամբ անպայման իրագործվի։ Փառք Աստծո, այսօր մենք չենք խոսում այլևս նոյեմբերի 9-ի 9-րդ կետից։ Իհարկե, ես հիշեցի, որ բոլորին վերջերս մենք չենք խոսում, բայց Լավրովը լավ էլ խոսում է։ Այո, ռուսական կողմը Լավրով, Բայրամով վերջին հանդիպման ժամանակ իրենք էլի հիշում էին այն պայմանավորվածությունները նոյեմբերի եւ արդեն հունվարի 11-ի 21 թվականի 3+3 ձևաչափը վերհիշեցին, բայց այնուամենայնիվ չկա արդեն այն պարտադրանքը, որ մենք անպայման պետք է մասնակցենք, գոնե մասնակցենք հանուն մասնակցության։
որովհետև կարծես թե ոչ ադրբեջանական, ոչ արաբելիոս հայկական կողմից չկան որևէ առաջընթաց, որպեսզի 3+3-ը որոշեն թե հաջորդը որտեղ է լինելու Բաքվում թե Երևանում։ Կներեք, եթե Երևանում է լինելու եւ եթե նախագահ Պուտինն է գալու օրինակ, մենք պետք է ընդունենք, թե ձերբակալենք Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Բայց չէ՞ որ մենք պարտավոր ենք իրեն ձերբակալել։ Այո, միջազգային պարտավորություն է Հայաստանի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ի սկզբանե ասենք, որ մենք չենք կարող ապահովել ձեր անվտանգությունը, պարոն Պուտին, որովհետև մենք օրենքին հեռած երկիր ենք։ Հետևաբար, եթե Բաքուն ցանկանում է եւ նա ուզում է գնալ այդ քարի, այդ 3+3 ձևաչափը թող այնտեղ անեն։ Իսկ մենք էլ պետք է ասենք, մենք դեռ պատրաստ ենք այդպիսի բարձր մակարդակով, այդպիսի անլավա միջազգային միջոցառման կազմակերպել մասնակցել 3+3։ Պարոն Բլեյան, զուգահեռաբար ես ինչպես հասկանում եմ, սա իմ ենթադրությունն է, ուղղակի մանավանդ ռուսական սպառնալիքների ներքո, որ Հայաստանի կառավարությունն այնուամենայնիվ հաշվարկներ է կառուցում նաև այն սցենարի համար, որ Ռուսաստանը, ասենք, ջեռուցման սեզոնին ընդառաջ, ինչպես ինքը շատ է սիրում անել եւ բազմաթիվ երկրների նկատմամբ, ամբողջ Եվրոպայի նկատմամբ է դա արել, մեկ էլ սկսի գազամատակարարման ինչ-ինչ սահմանափակումներ, կարևոր չի անունը ինչ դնել։ Ընդհուպ մինչև ասի վթարա կներեք, վթարա չեմ կարողանում սարքել, օրինակ, վթարա չեմ կարողանում սարքել, դե ուկրաինական դրոններն էլ խանգարում են, որ գամ բան անեմ, էլի վերանորոգեմ, денег нет, но вы держитесь։ Եվ տեղի ունեցավ Հայաստանի այդ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի այցը Իրան եւ բավականին հետաքրքիր այսպես նախնական, հա, հուշագրային մակարդակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Առաջինը, որ նախ Իրանը մեծացնի Հայաստանի գազամատակարարման ծավալը։ Ակնհայտ է, որ Իրանը ֆինանսական պատժամիջոցների ներքո է, մենք դա կարող ենք անել ուղղակի ընդլայնելով գազ էլեկտրականության դիմաց այդ փոխանակման ծրագիրը, մանավանդ դեպի Իրան այդ միացնող ուրեմն կայանը, հա, այդ էլեկտրականության շուտով ավարտի կհասցվի ու Հայաստանը մինչև 1 գիգավատ ծավալով էլեկտրոէներգիա կարող է փոխանցել Իրան եւ դրա դիմաց էլ գազ ստանալ, մի կողմից, մյուս կողմից Իրանի տարածքը հարմար է swap եղանակով, այսինքն Իրանը իր արևելյան շրջանները, այնտեղ որտեղ մեծ հետ քաղաքն է, գազ ստանա Թուրքմենստանից, բայց իր այս արևմտյան կամ հյուսիսարևմտյան հատվածում եղած ռեսուրսներից համաչափ գազ մատակարարի Հայաստանին, բայց մենք փողը տանք Թուրքմենստանին, հա, swap օպերացիան այդպես, ես սա ասում եմ մեր ուրեմն հետևորդների տեղեկացված լինելու համար, բայց ստեղ էլ Իրանը խնդիր ունի, հա, դա այդ պոմպերն է բարձր ճնշում, որովհետև Իրանը տարածքով մեծ երկիր է եւ երկար հեռավորությունների վրա այդ գազը ուրեմն պետք է մղվի, հա, այդ պոմպերն էլ նորվեգական են, ամենայն դեպս իրանցի առանձին ներկայացուցիչների հետ իմ զրույցներում նրանք դա էին ասում, որ դա հնարավոր է, եթե գոնե մեզ վրա այդպես սահմանափակ խմբականակի այդ պոմպեր ներմուծելու արգելքը այսպես բացառության կարգով դուրս բերվի, բայց մենք այստեղ էլ տեսնում ենք, որ էլի մինչև վերջ հստակ չէ, չնայած ինքնին պայմանավորվածությունը վատ չէ։ Եվ բացի դրանից էլ այո, մենք լսում ենք պաշտոնական շրջանակների Հայաստանի այն հայտարարությունները, որ մենք գազը կարող ենք ներմուծել
թե Իրանից, թե Թուրքմենստանից, թե Ադրբեջանից։ Ինչ եք կարծում, այս ամենն էլ իրար հետ գումարած, ինձ թվում է, սա իմ տպավորությունն է, որ ինձ թվում է այդ գազը լինելու է այն չինական առակի միջի այն թիթեռը, հա, որ նստում է բարձած ուխտի մեջքին եւ կոտրում նրա ողնաշերը, հա, դա լինելու է, այսպես ասեմ, մեր եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների այդ ողջ համակարգի փլուզման, այսպես ստարտերը, հա, այսպես ասենք։ Դուք ինչ դիտարկումներ ունեք սրա հետ կապված, համեցեք։ Դե ինչ Ռուսաստանը հերթով օգտագործում է իր լծակները մեր դեմ եւ մենք առայժմ կարողանում ենք հերթով այդ լծակները, այդ սպառնալիքները չեզոքացնել։ Ի սկզբանե դա Ադրբեջանն էր, որը նա օգտագործում էր մեր դեմ, արդեն Ղարաբաղյան պատերազմից հետո, հա, 2020-ից հետո մենք հիմա կարողացել ենք Ադրբեջանի հետ լեզու գտնել թե սահմանազատման, սահմանագծման ոլորտում, թե հարաբերական խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակ ունենք, թե առևտրային հարաբերությունների մեջ ենք մտնում։ Այժմ նա օգտագործում է առևտրային տնտեսական լծակները Ռուսաստանը, մենք կարողանում ենք փաստացի արաբների եւ ընդհանրապես արաբական աշխարհի ներկայացուցիչների եւ եվրոպացիների հետ կարողանում ենք փոքրի շատ է, հա, մեղմել այդ վտանգները, այդ կորուստները եւ ես վստահ եմ, որ որքան երկար պահի այդ սահմանափակումները կամ պատժամիջոցները Ռուսաստանը այնքան ավելի մեծ օգուտ մենք կստանանք եւ ավելի ֆուտ կբազմազանեցնենք մեր առևտրային հնարավորությունները, նաեւ հիշեցնեմ, որ վերջին մի քանի ամսում երկու անգամ չէ, 2-ից 3 անգամ ավելացել է մեր արտահանումը դեպի եվրոպական, չինական եւ հնդկական ուրեմն տարածքներ։ Սա արդեն իսկ խոսում է, որ մենք կարողանում ենք այդ երեկոությամբ շատ լուրջ աշխատել։ Հիմա ինչ է մեզ մնում։ Մեզ մնում է գազ։ Իդեպ նաեւ հացահատիկի առումով կար այդ վտանգը, որովհետեւ մի քանի անգամ ես հիշում եմ ռուսական կողմը մեզ սպառնում էր, որ 90 քանի տոկոս, 90% կարծեմ հացահատիկի մենք Ռուսաստանից են գնում, ինչ կլինի, եթե սա լինի, նա լինի, մենք արդեն ունենք փորձ, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով մենք կարողացել ենք հացահատիկ ներմուծել, բնականաբար Ղազախստանը միակ երկիրը չէ, մենք կարող ենք թե Ուկրաինայից, թե նույնիսկ Եգիպտոսից այդ հացահատիկը ներմուծել, կար դիզվառելիքի, բենզինի, հա, խնդիր, այժմ մենք այդ վտանգը չունենք, որտեղ իդեպ թարապես միջև տարեվերջ Ռուսաստանը իսկ սահմանափակել է բենզինի եւ դիզելի արտահանումը իր երկրից, որովհետեւ նա ինքն է աղերսում եւ մուրում Ղազախստանից եւ այլ երկրներից, Բելարուսից այդ թվում, որպեսզի կարողանա իր խնդիրները ներքին հոգալ։ Մնացել է գազը։ Հիմա իհարկե Իրանի հետ այդ պայմանավորվածությունը շատ կարևոր է եւ ես ուրախ եմ, որ այսօր կարծես թե Իրանն ու Միացյալ Նահանգները նորից վերադառնում են կառավարելի հարաբերությունների, որովհետեւ Իրանական կողմը հայտարարեց հենց այսօր, որ քանի որ Միացյալ Նահանգները դադարել է հարվածել, մենք էլ դադարում ենք հարվածները ծոցի երկրների նկատմամբ, հիմա չգիտեմ, ով է առաջինը սկսել, դա էական չէ, էական այն է, որ փաստորեն իրենք փորձում են նորից գալ լեզու գտնել, եւ ես շատ եմ ուզում, որպեսզի իրենք լեզու գտնեն, իդեպ եթե տեղի ունենա ի վերջո այդ մեծ գործարքը, ինչպես Դոնալդ Թրամփն է միշտ սիրում ասել, big deal, այդ մեծ գործարքի մեջ կարող են նաեւ ներառված լինել հենց գազի խնդիրը, որովհետեւ այո, Եվրոպային պետք է գազ, եւ այո, այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանը որպես տարածիկ երկիր դուրս գա, իդեպ եթե հիշենք, երբ ի սկզբանե կառուցվում էր գազամուղը Հայաստան, ներողություն, Իրան-Հայաստան, որը հետո իհարկե Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով եւ իհարկե Ռուսաստանի թելադրանքով այդ տրամագիծը քչացվեց։ Իսկ նպատակը, այո, դրա նպատակը հենց տրանզիտությունն էր դեպի եվրոպական աշխարհ, դեպի այն ժամանակ Ուկրաինան նույնպես ներառված պետք է լիներ այդ պրոյեկտում։ Այո։ Այսինքն նախագիծը կար, հետեւաբար այն պետք է պարզապես թարմացվել, update արվի եւ դրվի գործի եւ վստահաբար եվրոպական երկիրը շատ հոժարական կգնա այդ քայլի, նամանավանդ եթե մենք խոսում ենք թուրքմենական գազից,
կարող է վստահաբար ասել, որ եթե նույնիսկ իրանական գազ այնտեղով անցնի, եվրոպացիները կարողանան աշկ փակել, այնպես ինչպես օրինակ փակում էին, երբ ռուսական գազը ադրբեջանական խողովակներով գնում հասնում էր եվրոպական որոշ երկրների։ Հետևաբար իսկ այս պարագայում բնականաբար հարաբերությունները Եվրոպայի եւ Իրանի նույնը չեն, ինչ Եվրոպայի եւ Ռուսաստանի։ Եվ հետևաբար մենք ապրում ենք հնարավոր է շատ պատմական ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ոչ միայն կդառնա տարանցիկ երկիր, այլ ցանկացած պահի, երբ Ռուսաստանը սկսի օգտագործել այդ գազային լծակը, մենք ասենք լավ, ուրեմն դե դուք սահմանափակում եք, դե մենք ինչ անենք, մենք հիմա առանց գազի նստենք, իհարկե ոչ։ Մենք էլ ուրեմն այն գազը, որը կապ չունի ձեր հետ, չնայած այն պայմանագիրը, որ մենք կնքել ենք 2016-ին կնքեցինք, թե 15-ին, չեմ հիշում, այդ գազային պայմանագիրը Կարեն Կարապետյան վարչապետի օրոք երբ կնքեցինք, խայտառակություն էր։ Ցանկացած նոր գազային խողովակ ապրիորի դառնում է Գազպրոմ Արմենիայի սեփականությունը։ Այսինքն, եթե մենք վաղը Մարսից գազի խողովակ իջեցնենք Հայաստան, դա ավտոմատ դառնում է Գազպրոմի։ Բայց կներեք, եթե հերթը հասնում է այն իրավիճակի, երբ մենք անայլընտրանք իրավիճակում ենք եւ մենք չենք կարող պարզապես այլևս հույս դնել ռուսական գազի վրա, մենք կարող ենք ասել ներողություն, ձեր գազը ձեզ, այն գազը, որը գալիս է Թուրքմենստանից, Իրանից, մենք ազգայնացնում ենք այդ մասը, այդ խողովակաշարը, ինչպես օրինակ վարչապետը առաջարկել էր երկաթուղիների մասով, որոնք պետք է կապեին Հայաստանը Նախիջևանին, Թուրքիային, Ադրբեջանին, հա, այդ մասերը, այդ հատվածները երեք կողմում։ Նույն բանը մենք կարող ենք անել, որ մենք գազամուղի պարագայում եւ ոչ միայն որպես տարանցիկ երկիր լինենք, այլ նաեւ օգտվենք այդ գազից։ Եվ կարծեմ փոխվարչապետը մեկ անգամ ասել, որ այն նույնիսկ Ռոբերտ Քոչարյանից հետո երբ նեղացավ տրամաչափ խողովակաշարի, այնուամենայնիվ այն կհերիքի Հայաստանի կարիքները հոգալու համար։ Մյուս կողմից իհարկե կան նաև Ադրբեջանի պարագան, երբ նույն այդ գազը, որը գնում է Վրաստան, այսինքն նոր խողովակաշար պետք չի կառուցել։ Մենք կարող ենք Վրաստանից գնել եւ այլը հարցել այն ժամանակ, թե այդ գազը հենց ադրբեջանական է լինելու, թե ադրբեջանական չի լինելու, որտեղ ըստ երևույթի թե ռուսական, թե ադրբեջանական, թե որտեղից է ստանում Վրաստանը այդ գազը, գնում է միտեղ, այնտեղ խառնվում է, հետո բաժանում է։ Այսինքն լուծումներ կան, վստահաբար լուծումներ կան, եւ միգուցե մենք պետք է այսօրվանից ասենք, որ խնդրում ենք Ռուսաստան կիրառիր այդ սանկցիան, որպեսզի մենք նաեւ այդ մի լծակից ազատվենք, որովհետեւ ըստ երևույթի մենք կարողանում ենք ձերբազատվել ռուսական սպառնալիքից միայն այն ժամանակ, երբ իրենք օգտագործում են մեր դեմ կամ երբ մենք ստիպված ենք։ Օրինակ, երբ մենք չկարողացանք այլևս զենք զինամթեր գնել Ռուսաստանից, որովհետև վճարեցինք, իրենք չկարողացան մատակարարել, սկզբից չցանկացան իդեպ մատակարարել, երբ մենք դրա կարիքն ունեինք, պատերազմական իրավիճակ էր, իսկ հետո արդեն չկարողացան մատակարարել, որտեղ իրենք արդեն դրա կարիքն ունեին, որտեղ ճահճացել էին Ուկրաինայում։ Եվ մենք սկսեցինք արդեն բազմազանեցնել մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ, Հնդկաստանի հետ, զինտեխնիկայի գնման պարագայում։ Այժմ մենք սկսել ենք Եվրոպական միության հետ, արաբական աշխարհի, Կանադայի հետ, ընդ որում Միացյալ Թագավորության հետ մեր առևտրային հարաբերությունները, ընդ որում բոլորին վերջերս հանդիպում ունեցավ մեր դեսպանը Միացյալ Նահանգներում գյուղատնտեսական, այսպես ասած, նախարարի հետ, այս պաշտոն չեմ հիշում, ինչպես է դա անվանվում Միացյալ Նահանգներում, բայց նպատակն այն է, որպեսզի մեր գյուղմթերքը նաև նույնիսկ հասնի Միացյալ Նահանգներ։ Ես մեծ ակնկալիք ունեմ, որ այդ ուղղությամբ մենք նույնպես կհաջողենք։ Սա մեր համար լրիվ այլ աշխարհ է։ Այսինքն մենք պետք է ռուսական պրիզմայից, այդ ռուսկի միրից դուրս գանք, որովհետև ՀԱՏՄ-ն, ինչպես ես ասում եմ, որ դա հերթական փուչիկն է, որը պայթելու է մեր գլխին, պայթեց մեր գլխին, Վայլդբերիզը պայթում է մեր գլխին, այսօր արդեն այն սելերները, ովքեր զբաղված են Վայլդբերիզում և Օզոնում, արդեն սկսում են քննարկել Ամազոնի հնարավորությունները, որ ասում են չկա չարիք առանց բարիքի։ Իդեպ ես երեք տենց լայվ կազմակերպեցի հենց
էլեկտրոնային կոմերցիայի Հայաստանի էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի վերաբերյալ, թե ով ինչով է զբաղված եւ ինչ է պետք անել։ Հենց առիթից օգտվելով խորհուրդ կտամ նաեւ հենց Ռուբեն Մեհրաբյան Talks Edge-ի վրա այդ տեսանյութերը համեցեք այնտեղ ես ուղղակի կարելի ասել ընդհանուր իհարկե ուրվագծերով, բայց մի ալգորիթմ եմ առաջարկել, ինչ պետք է արվի, թե պետության կողմից, կառավարության, կենտրոնական բանկի, հա, եւ ոնց նայում ենք այդ ոլորտի ռեֆորմը, առաջին քայլը դա ԵԱՏՄ-ից դուրս գալու։ Ուրիշ տարբերակ մենք չունենք։ Ախրաբելենք ինչի կար, էլի չկա այնտեղ բան։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բալայան, ձեր այս կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հետևորդներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շնորհակալ եմ ձեր առաջին հարցազրույցի համար Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքին։ Մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Ես էլ եմ շնորհակալ կրկին հրավերի համար։ Հաջողություն։ Ստես։